Բարևս Էլինանում, դու գտնվում ես իմ ալիքում, ինչը վիդեոն ասնելը մտի հետևի իմ Instagram-ի էջին, անունը Էլին Մարտիրոսյանն է, լինքը կգտնես ներքևում։ Այսօր փորձելու ենք այս 3 պրոդուկտները հիմա իրանք նույնն են, ուղղակի համերն են տարբեր, առաջինը ելակի է, երկրորդը սենց չերի, գիլասի և մանգոյի, իրանց շատ պատահական եմ ուտել խանութում ու ասել եմ, որ անպայման պետք է փորձեմ ու նկարելու եմ, որովհետև շատ հետաքրքիր են, իդեպ նշեմ, որ այս մեջը 4 հատ է ու ամեն մեկը արժեր 1090 դրամ կարծեմ, ու այսօր իրար հետ կպարզենք արդյոք իրանք արժեն այդ գինը ընդհանրապես, իսկ հիմա 4 հատի համար 1090 մի փոքր շատ է, բայց հիմա իրար հետ կպարզենք, ոնց որ գնացինք ինձ շատ հետաքրքիր է։ Նշեմ, որ ես ամենաշատը սիրում եմ այս համը բոլոր կոնֆետների մեջ իմ ամենասիրածն է, եթե այս համով է, ուրեմն այդ կոնֆետը իմ դուրը գալու է։ Հիմա իրար հետ կտեսնենք, նշեմ, որ իրա մեջ կտեսնենք ինչ-որ նաչինկաներով եմ միջուկով են։ Ես մանգոյի ֆանատել եմ, դրա համար ինձ իրանք միանգամից գրավեցին ու ամառացի, որ պետք է անպայման փորձենք ու առաջինը հենց եկեք ելակից է սկսենք լավերը թողնենք վերջում։ Եկեք բացենք։ Սովորական ելակի կոնֆետի հոտ է գալիս, իրանք սենց են։ Իդեպ շատ նման են էլի այն աչք, որ կա երևի տեսած կլինեք, որ մեջը փափուկ է ու նաչինկա կա, ինձ թվում է, որ դրանից է։ Ես իդեպ դրանք չեմ սիրում, որովհետև իմ համար իրանք անհամ ռեզինի համ են, անհամ ռեզինի համ, անհամ են ու սենց ռեզինա տիպի են։ Լավ, հիմա սա կփորձենք պլաստմասայի հոտ է գալիս մի քիչ են։ Մեկ բացենք, իդեպ այս ոնց որ տրոլի ֆիրման է, արտադրում են փափուկ ժելեշկա բուրգերները, որ ամեն շերտերով է, չգիտեմ, եթե գիտեք գրեք, ես չեմ հիշում, որ ինքը սենց է։ Ինքը սենց փափուկ ինչ-որ բան է, ոնց որ մոչի լինի, սենց փափուկ է։ Լավ, հիմա կփորձենք, չգիտեմ, ոնց որ արտաքինից նայում ես, չես մտածում ինքը ուտելու է, բայց լավ եկեք փորձենք։ Հետաքրքիր է, որովհետև ինքը սենց ոնց որ գուբկա լինի փափուկ շատ, այն ամանի հեղուկի գուբկան լինի, բայց մեջը այս սենց շատ հեղուկ ունի, որ սենց մշորտած կթափվի, այս սենց չգիտեմ ոնց դուս տամ, բայց թափում ենք։ Շատ քաղցր է, շատ ծանոթ համ է, բայց չեմ կարողանում հիշեմ, թե որտեղից է ծանոթ, բայց վատը չի, ուղղակի շատ քաղցր է, ելակի համ այդքան շատ չի, ավելի շատ իր քաղցրությունն է, քան ինչ-որ ելակի համ բացարձակ չզգացի, որ ուղղակի դեռ չէր հասկանա, որ ինքը ելակ է, ինքը այս սենց է, ու իր մեջ ուղղակի լցրած է, չգիտեմ, եթե շատ քաղցր եք երեք, ինձ թվում է կհավանեք։ Որ ասեմ վատնա չէ, բայց շատ լավն էլ չի, հաստատ ինձ չի թվում, որ ինչ-որ մեկը կարող 1000 դրամ տա ամեն օր օրինակ, որ սրանից առնի, բայց փորձելու համար կարելի է։ Ելակի համովը կգնահատեմ 10-ից 5, անցանք մնացածին, անցանք մանգոյին, ինձ շատ հետաքրքիր է մանգոյը, այս երկու համերն են, ու շատ սենց, եթե շիր է, հետո սենց մնում է, այդ սենց այն կոկորտեց աղող քաղցրներից։ Սենց էլ է պլաստմասի հոտ գայց, մանգոյի հոտը ճիշտ ասած չառա։ Սենց 0.001% է մանգոյի հոտը։ Լավ, փորձում ենք։ Ինքը սենց հա դեղին գույն։ Ու հիմա կբացենք։ Այս բացելու պահի իրականում շատ հավես է, որտեղ իր մեջ այս սենց է։ Եթե փորձել եք իրենց, կարող գրեք ինձ շատ հետաքրքիր է, այդպես դուր է եկել թե չէ, որտեղ ես սենց բան կոնկրետ առաջին անգամ եմ տեսնում։ Ну, սենց բաներ կան, բայց հենց այս տիպի սենց քիչ ավելի փափուկ աչքը, որ ասում էի աչք կոնֆետել է, սենց կլոր ինքը ինչ ավելի ուրիշ ձև է, սա ավելի սենց ինչ-որ գուբկայա տիպի է։ Այս սենց բացած վիճակում բավականին շատ գալիս է մանգոյի հոտ։ Հիմա հասկացա, որ այս մանգոյ է, իդեպ սենց որ անես զգում ես, որ մեջը ինչ-որ բան կա։ Մանգոյի համը շատ աննշան է,
ավելի շատ հոտ ունի մանգոյի քան համ։ Մեջը սենց է, դե ինչ ունի։ Բոլորից սենց ավելի շատ պլաստմասայի համ ու հոտ է գալիս, քան իրանց միջուկը համ, չգիտեմ, այնքան քաղցր է ինքը, որ այդ մրգի համը դու չես զգում, այդ իր քաղցրությունը կոտրում է ամբողջ այդ մրգի համը։ Դեղ այն մեկից ավելի շատ, չնայած չէ, երևի նույնն են։ Շատ աննշան է մանգոյի համը, բայց ինձ թվում է այն մեկն ավելի լավն էր, քան այս մեկը։ Եկեք այն մեկը փոխենք 10-ից 6, որովհետև նրանց գոնե քիչ թե շատ գալիս էր ելակի համ, իսկ սենց ավելի քիչ է մանգոյի համը ու ինքը ավելի պլաստմասով, սենց քաղցր է։ Այն մեկը ավելի հաճելի է, այն մեկը փոխենք 10-ից 6, իսկ այս մեկը 10-ից 4։ Եվ փորձում ենք ամենասպասվածը, քերի համը։ Հույս ունեմ, շատ մեծ հույսեր ունեմ սրա հետ, որ ինքը լավն է լինելու ու գոնե աննշան մի քիչ ունենալու է իր մրգի համը, ոչ թե մենակ քաղցրություն։ Հիմա կփորձենք։ Օ, սենց շատ ուժեղ գալիս է իրա։ Գիտլասիմ։ Շատ ուժեղ է հոտը։ Ու այդ պլաստմասայի հոտը չկա։ Իսկ հիմա սա լավն է լինելու։ Ասում եմ գնահատենք 10-ից 10։ Ու իդեպ այս մեկը նայեք, այս մասը ուրիշ գույն է, այս մասը ուրիշ գույն է։ Հիմա կտեսնենք, որ մասն է ավելի ամով ու իջեն տարբերում է։ Ինքը սենց է։ Այս մեկը ոնց որ նրանցից չլինի, այս մեկը ավելի լավն է։ Ինքը այս սենց է։ Կես ուրիշ գույն է, կես ուրիշ գույն, առանձին կփորձենք, որ հասկանանք, թե ինչն է տարբերությունը։ Ու իդեպ կոլայի համ է գալիս, հոտ է գալիս շատ։ Սենց պլաստմասայի ու կոլայի հոտ է գալիս, հիմա սենց բացած ինքը այս սենց է, ոնց որ խմումն է մեջը։ Ճիշտ ասած, ես ինձ այդքան էլ ոչ, հիմա չասացել է, որ գիտնասի համը գալիս է, նորմալ, համեմատած նրանց զգում ես, որ գոնե չոր համ ունի բացի քաղցրությունով։ Շատ նման է, լրիվ նույն բանն է, ինչ են կոլայի կոնֆետները, հաստատ փորձած կլինեք կոլայի համով ժելեշկաները, լրիվ նույն համն է, ավելի շատ այդ համն է, քան գիլասի համ, լրիվ այդ կոլայի համից ունի։ Այս մեկը լրիվ այդ կոլայի կոնֆետն էր, լրիվ նույն բանը, ուղղակի տարբերությունն է, որ սա փափուկ է, իսկ այն մեկը ուղղակի ժելեշկա է սովորական, բայց լրիվ նույն համն է։ Եթե աչքերը փակուտեք, ընդհանրապես չի տարբերի։ Ինձ թվում է հաստատ, եթե ուզում եք այդ կոլայի համով կոնֆետներ սիրում եք, կարաք տակ ավելի էժան ու առնեք այդ ժելեշկաները, քան տակ անիմաստ սրան 1000 դրամ ու ուղղակի ինձ քաղցր ինչ-որ բան առնեք, տեսքը բան չեմ ասելու, շատ գրավիչ է, շատ հետաքրքիր է մտածած, հենց դա էլ գրավում է, իր այս վրայի դիզայնը եւ այլն, իմ մոտ արդեն մասնագիտական ոնց է մտնում, բայց չգիտեմ, այս մեկը երևի կգնահատենք 10-ից 7, լավ, գիք, այս մեկի հանդեպ մի քիչ ավելի բարի գտնվենք, ու երևի թե այսքանը, եթե այս կոնֆետներից փորձել եք, այս ժելեշկաներից, չգիտեմ իրանց ոնց են ասում, ամենայն դեպս, եթե իրանց փորձել եք անպայման գրեք կոմենտներում ձեր կարծիքը, որտեղ ինձ էլ է շատ հետաքրքիր ու թե դուք ինչքան կգնահատեիք, անպայման հետևեք իմ Instagram էջին, Աննելին Մարտիրոսյանն է, լինքը կթողնեմ ներքևում, իսկ մենք հուսով եմ կհանդիպենք ավելի հաճախակի ու կհանդիպենք շատ շուտով, պակա։